Հաջորդ մեղադրանքը այն է, որ դուք նախկին իշխանությունների օրոք պատասխանատու պաշտոններ եք կիսել, այս պահին ներկայիս իշխող ուժի հետ եք, մասնավորապես եղել եք Երվանդ Զախարյանի օգնականը, իսկ Երվանդ Զախարյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով է անցնում, այսինքն իսկ դուք իր օգնականն եք եղել, այս մասը ոնց կբացատրեք։ Լրացնեմ գործընկերոջս հարցը, ձեր թույլտվությամբ հարգելի գործընկեր, Facebook-յան տիրույթում կեղծ ինֆորմացիա տարածվեց, ամեն դեպքում կեղծ եմ համարում, որովհետև դուք դատական կարգով այն վիճարկել եք, ձեզ ինչ որ կաշառքի մեջ էին մեղադրում եւ այլն, այս մասին է լրացուցիչ բարձրաբանում։ Շատ լավ, անդրադառնամ ձեր հարցին։ Ես դա ապրեք, շնորհակալ ենք։ Տեսեք, ես երբ որ հանրային գործունեություն եմ ծավալել, իմ կենսագրությունը եւ ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ եւ դրանից հետո ինչ պաշտոն զբաղեցրել եմ, բաց ձևով տեղադրված է եւ հասանելի է։ Այնպես չի որ նոր հայտնաբերեցին, որ ես աշխատել եմ նախարարի օգնական եւ ես իրականացրել եմ իմ մասնագիտական գործունեությունը, թե դա ինչ կապ ունի կուսակցության հետ կամ քաղաքական ուժի հետ, ես չեմ հասկանում, որովհետև հիմա էլ ուրեմն այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, այժմյան բոլոր նախարարների բոլոր օգնականները պետք է կուսակցական լինեն կամ կուսակցական գործունեությամբ զբաղվեն, իհարկե ոչ, կամ բոլոր պետական աշխատողները պետք է կիսեն իշխող կուսակցության կամ իշխող ուժի գաղափարները, իհարկե ոչ, ու այն ժամանակ էլ այդպես չի եղել, ասեմ իմանաք։ Էներգետիկայի նախարարությունում աշխատած ժամանակ, ես որ նախարարի օգնական եմ եղել, էլեկտրիկ Երևան շարժման ժամանակ նախարարության աշխատակիցներ են այնտեղ մասնակցել այդ շարժմանը, այսինքն այնպես որ պետական ապարատում աշխատող բոլորը կիսել են տվյալ պահի իշխող ուժի քաղաքականությունը։ Այսինքն Երվանդ Զախարյան, նայեք, այսօրվա իշխանությունները ասում են Զախարյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ թալանչի են, չէ՞, թալանել են, կոռումպացված են, իսկ դուք նրա օգնականն եք եղել, այս մասով է քննադատությունը, ինչով եք օգնել, թալանին եք օգնել։ Ես իրականացնել եմ իմ մասնագիտական գործունեությունը, մասնավորապես արարողակարգային հարցերի կազմակերպմամբ։ Մնացածը հիմա նախարարը կամ տվյալ անձը որ պաշտոնում ինչ է արել, դա կներեք իմ իրավասության դաշտում չէ, ոնց որ հիմա իմ օգնականը չի կարող որևէ ժամանակ որևէ պատասխանատվություն վերցնել իր վրա իմ հիմիկվա արած կամ ապագայում պատրաստվելիք անել որևէ ինչ-որ մի պրոցեսի համար։ Իսկ ձեզ վերագրված այդ կաշառքի հետ կապված դա հիմարություն է, ժողովուրդ ջան, դա մի հատ դա ուղղակի մի հատ fake edge-ի տարածած ինչ-որ տենց հանրությանը մոլորեցնող ինչ-որ մի բան է։ Հա, ես թերթերից մեկինն եմ հենց դատի տալու, որովհետև դա միտումնավոր է արված։